Մայրաքաղաքում երեկոյան 5-ից հետո սարսափելի դանդաղ են պտտվում մեքենաների անիվները, խցանումից անշարժանում է Երևանը։ Նյարդային վարորդներ, ազդանշանների դժոխային աղմուկ։ Ճանապարհային ոստիկանների փայտիկի պտույտները հրաշքներ չեն գործում, ժամերով խցանված են մնում փողոցները։ Ոստիկանությունը քիչ ավելի լավ պետք է աշխատի, որ ամեն ինչ լավ լինի։ Իշխանությունը ոչ միայն չի կարողանում լուծել Երևանի խցանումների հարցը, այլև իր ամեն քայլով ավելի է սրում խնդիրը, կարծում է իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Իրականում բացի խոսքից չկա որևէ գործ։ Ավտոբուսների համար գծերը չի կարելի անել մենակ մի փողոցում կամ երկու փողոցում։ Դա պետք է մնաս ընդհանուր համակարգ եւ ասես այսուհետ բոլորդ հանգիստ գնացեք, մենք ունենք այսքան տրանսպորտ, բոլորը կարող ենք տեղափոխել, այս գիծն էլ տալիս ենք տրանսպորտին։ Բայց դուք առանց տրանսպորտը բերելու քանակը, ասում եք, այս գիծը տալիս ենք։ Թող չմանիպուլացնեն մարդկանց, թե նոր ավտոբուսներ ենք բերում, քաղաքն ազատ ենք խցանումներից, ասում է Պիպոյանը։ Մասնագետների դիտարկմամբ ծանրաբեռնված քաղաք է Երևանը ու խոստացված 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները միևնույնն է քիչ են լինելու։ Տրանսպորտային համակարգի բարեփոխում ասելով հասկացել է բացառապես մի քանի նոր շարժակաց առնել։ Միջազգային խորհրդատուն Երևան քաղաքի համար նախատեսել է մոտավորապես մինչև 700,000 հասնող ուղևորափոխադրում։ Միայն վերգետնյա տրանսպորտ չհաշված մետրո։ Մենք այսօր ստորգետնյա եւ վերգետնյա տրանսպորտային հզորությունով ունենք ընդամենը 400,000։ Խցանման եւս մեկ պատճառ է կայանատեղիների բացակայությունը։ Կարմիր գծերով բյուջեն լցնելու փոխարեն քաղաքապետարանը լավ կաներ ստորգետնյա կամ վերգետնյա կայանատեղիներ կառուցեր, կարծում է սպառողների իրավունքների պաշտպանը։ Միայն ստորգետնյա չի աշխարհում, այս կարգի քաղաքներում միայն ստորգետնյա չի, նաեւ վերգետնյա բազմահարկանի կանգառներ են կառուցում, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել, իսկ մեր մոտ ինչ արեցին, ընդհանրապես բյուջեի մուտքերը ավելացնելու համար կարմիր գծերը ավելացրեցին, հույս ունենալով, որ դա հարց է լուծելու։ Դա հարց չէր լուծելու։ Ինչու՞, որովհետև անկախ ամեն ինչից մարդիկ միտեղ պետք է կանեին, թանկել էին վճարելու, կանելու են։ Փաշինյանը պնդում է, թե ինքն էլ է հեծանիվով մնացել խցանման մեջ, չնայած ըստ իր տարածած տեսանյութերի վարչապետական հեծանվավազքի ժամին փողոցները ամայի են։ Տարօրինակ իսկապես տարօրինակա հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը, եւ ես հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Ինչու է պետք աշխատանքային խումբ ստեղծել, եթե քաղաքապետարանում, կառավարությունում արդեն կան այդ խնդրի կարգավորման պատասխանատուներ, զարմանում է Պիպոյանը։ Հանձնախումբ ստեղծել, դա նշանակում է պետք է քաղաքապետին ասես գնա տեղակալիդ։ Համապատասխան վարչության պետերը բոլորին գործից հան, որովհետև այս խնդիրը դուք պետք է լուծեիք, չեք լուծե բերել ենք։ Իսկ եթե ամեն եք պահում, համես եք պահում, եթե նույն մարդկանց եք ներգրավելու լուծողին, թող լուծեն։ Իսկ մարդիկ շարունակում են խցկված ավտոբուսներով, խցանումներին դիմանալով մի կերպ աշխատանքի գնալ-գալ։ Մի քանի ժամ շուտ են դուրս գալիս ճիշտ ժամին տեղում լինելու համար։ Ես միշտ կանգնած եմ գնում գալիս։ 10-ից գալուց շատ եմ գնում խցանումների։ Առավոտն է, ժամերին։ Առավոտային, հա, հիմնականում։ Եթե դասերը 9-ին է սկսում, օրինակ իմը 7-5-ից դուրս եմ գալու տնից, որ հասնեմ։ Իմը 8-15-ը 6-7-ին դες դուրս եմ գալի։ Հիմնական ծանրաբեռնված լինում է 6-7 արդեն։ Եթե կարողանամ ասել, կդառնամ տրանսպորտի նախարար, Արտիկ Չանգետի, այդ հարցը իրանք պետք է լուծեն։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։